Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լեննագան ու Էլի Գյումրի 188 տարի առաջ Ալեկ Պորտիուստեկի ձեռքով սարքած այս ղայդին ու ադատներով ապրող բնակատեղին ստացավ քաղաքի կարգավիճակ։ Ըսիկ արհեստների ու արվեստների քաղաք է, ըսիկ չեմպիոնների ու հեղինակավոր մարդկանց քաղաք է, ըսիկ եկեղեցիների ու ֆայտոնների քաղաք է, ըսիկ ժաշկ տեսած ու մինչև հմի դոմիկների մեջ ապրող մարդկանց քաղաքն է։ Իսկ հիմա նոր վերք է ավելացել գյումրեցիների սրտերում։ Քաղաքի տոնն առաջին անգամ նշում են առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափահյանի օրհնության։ Նախորդին է ազատազրկվել սրբազանը։ Ցավալի իրողության ականատես եղան, երբ Միքայել Սրբազանը, որը Գյումրու խորհրդանիշն է, որ մարդ է, որ ոչ միայն որպես ուրեմն թեմակալ առաջնորդ, այլ նաև որպես մարդ, հայ մարդու խղճի, բարոյականության, քրիստոնեական արժեքների դավանող իշխանության հրահանգով եւ նաեւ գիտեք դատական որոշում է կայացվել Միքայել Սրբազանին 2 տարի կալանքի տանելու եւ դա չի կարա մեր վրա մեծ հետք չթողնել։ Գյումրեցուն կոտրել ու վախեցնել հնարավոր չէ, իրենց աղոթքներով Սրբազանի կողքին են, սա էլ կհաղթահարեն։ Թասիբով գյումրեցիներին բոլորն են ճանաչում։ Քաղաքի օրը նշող Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրված բեմի էկրանին Սրբազանի նկարն է։ Գյումրին այսօր իր օրը նշում է առանց իր հոգևոր առաջնորդի, մեծագույն մարդու, մեծագույն հոգևորականի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափահյանի բացակայությամբ է նշում։ Ես ցավով եմ սա վկայակոչում, որովհետև այն ինչ կատարվեց ընդամենը 3 Գյումրու օրվանից 1 օր առաջ, պարզապես մեր ամոթն ու խարանն է։ Գիշերը մի խումբ երիտասարդներ նստածույց են արել Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում։ Այսօր բոլորը փորձում են ամուր մնալ ոտքերի վրա։ Սրբազանը հաստատ կուզեր, որ քաղաքի օրը նշվեր ամբողջ շուքով։ Ձեռագործ աշխատանքներով են քաղաքի հյուրերին զարմացնում գյումրեցի արհեստավորներն ու ուստեքը։ Նուրբ դարբնագործ մետաղյա նախշազարդերից մինչև քաղաքի պատմական շենքերի մանրակերտեր։ Հնում Գյումրին անգամ իր ավանդական ջրի բաժակն է ունեցել։ Հայտնի կլկլանը հիմա քաղաքի խորհրդանիշերից մեկն է։ Գյումրու պատվավոր քաղաքացի գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի ակրիլային կտավներում կարծես Գյումրու ամբողջ պատմությունն է։ Պատահական չէ, որ ես ցուցահանդես անվանել եմ իմ հոգուտուն Գյումրի, որովհետև յուրաքանչյուր իսկապես գյումրեցի, որը սիրում է իր քաղաքը, այդ քաղաքը իր հոգին է։ Առանց դրա մարմինը գոյություն չունի եւ իմ աշխատանքներում ես աշխատել եմ ինչքան հնարավոր է այսպես արտահայտել հատկապես Ալեքսանդրապոլի ժամանակաշրջանի մշակույթը։ Իսկ գյումրեցի մանուկները խաղաղություն են ուզում հակամարտող աշխարհից։ Սպիտակ փուչիկներ ու խորհրդանշական աղավնիներ են քաղաքի կենտրոնից ուղարկում երկինք։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։